Ողջույն բոլորին, մինչև սկսելը ասեմ, որ հասցնեք լսել։ Տեսանյութերը Հայաստանի ժամանակով լինելու են YouTube-ում ժամը 17:00-ին, Հայաստանի ժամանակով։ Եթե Եվրոպայում եք, եթե մեկ այլ տեղ եք, ապա այստեղ արդեն ժամերը փոխվում են Եվրոպայում օրինակ։ Դա կլինի 15:00-ին, իսկ Ռուսաստանում 14:00-ին կարծես թե։ Եվ ուզում եմ նշել, որ նաև եւ Facebook-ում եւ TikTok-ում էլ կլինեն վիդեոները, տեսանյութերը, ովքեր որ TikTok-ում են կամ Facebook-ում են կարող նաև միանալ YouTube-յան ալիքին։ Իսկ մենք գնանք հուլիսի 11-ի կանխատեսումը բոլոր նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Ահա, գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 11-ին։ Ոմանք այդ օրը առիթ ունեն, հարսանիք, ծնունդ, կնունք կարող է լինել, նաև կարող եք դուրս գալ հանրության մեջ, գնալ այգի, կինո, այնտեղ որտեղ շատ մարդիկ կան։ Սա նաև հասարակական գործունեությամբ զբաղվելն է, այսինքն կարող եք սկսել սոցհարթակներում ինչ-որ գործողություններ անել, միգուցե նաև ինչ-որ կամ ելույթ ունենալ այնտեղ, ձեր դեմքը տեսնեն, կամ նաև սկսեք ավելի շատ մարդկանց հետ շփվել, ամենտեղ ոնց որ լինեք։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, տեսնենք ով է։ Ինչ-որ տղա է, ով որ կամ ինչ-որ բան է ձեզ առաջարկելու, որը պետք է այդպես մանրուքները լավ ուսումնասիրեք, կամ ինչ-որ տղա է, ում հետ որ եւ իր ասածների մեջ, այդպես ոնց որ խնդիր եք փնտրում, մանր-մունր բաներ եք փնտրում, նաեւ միգուցե հաշվապահ է եւ էլի ուսումնասիրում եք կամ խոսում եք իրար հետ, քննարկում եք ինչ-որ մանր բաներից։ Սա նաև մանր-մունր խնդիրներ են եւ այդ տղան կարող է ձեզ համար մանր-մունր խնդիրներ է ստեղծում։ Միգուցե իր հետ եք աշխատում, միգուցե ինչ-որ մեկն է։ Միգուցե ձեր երեխան է, սա այս դեպքում արդեն մանր-մունր խնդիրները դա կարող է լինել դպրոցի հետ կապված, նոր մանկապարտեզի հետ կապված, որ ուզում եք ընդունել իրեն եւ այդպես, ահա, ծրագրի հետ եւ այլն նման խնդիրներ կան։ Բայց սա ասում է, որ յուրաքանչյուր բան ինչը կապված է այդ տղայի հետ, լավ ուսումնասիրեք, միգուցե նոր ծանոթություն է։ Եվ այդ օրը նաև կհանդիպեք կամ կշփվեք որևիցե աղջկա հետ, տեսնենք ինքը ով է։ Կարող է ձեր աղջիկն է կամ ինչ-որ մեկն է, ում մոտ ինչ-որ մի բան գնում է։ Գալիս օրինակ ձեզ պատմում, որ գիտես, վերջապես ոնց որ որոշեցի սա անել կամ վերջապես սա գնաց իմ կյանքից կամ վերջապես նա եղավ եւ այլն։ Նա նաև կապված է ձեր եւ այդ աղջկա հետ։ Եթե տղա է նայում, միգուցե աղջիկ է, կապ չունի, սա կարող ընկերուհին է ձեր, իսկ եթե տղա է, կարող է սա արդեն անձնական է։ Այստեղ բաժակը լցվում է եւ մարդը ուղղակի էլ չի ուզում շարունակել տվյալ մարդու հետ։ Ձեր կտրում եք կապը այդ աղջկա հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 11-ին։ Ժամանակն է սա, ժամանակի մեջ պետք է տեղավորվեք։ Ժամանակն է նաև այստեղ ընտրություն կատարելու, այստեղ հստակ ինչ-որ մարդիկ ընտրություն են կատարելու աշխատանքի մեջ, միգուցե գործունեության մեջ, գուցե առաջարկել են եւ շատ քիչ ժամանակ ունեք, որպեսզի ասեք այո, ուզում եմ այդ աշխատանքը, կամ այո, ուզում եմ այդ պաշտոնը, կամ ոնց որ ուզում եմ օրինակ դա վիրահատություն անեք, կամ այստեղ ժամանակի մեջ պետք է տեղավորվեք
եւ ընտրեք երեխայի մանկապարտեզը, դպրոցը, հա, եթե այդպես ինչ որ արագ է, որովհետեւ այս դպրոցում մենակ տեղ չկա, չգիտեմ, ինչու է դա այդպես տեղ ունենում կամ մյուսում տեղ չկա, պետք է արագ կողմնորոշվել, թե ել որն եք ուզում։ Այստեղ նաև կարող եք օրինակ պատվերներ գրանցել եւ այդ պատվերի համար ոնց որ ձեզ ժամկետը տված եւ այդ օրը պետք է ժամանակի մեջ տեղավորվեք, որպեսզի կարողանաք այդ պատվերը տալ մարդուն։ Ոմանք այդ օրը շատ կարևոր ընտրության առջև են լինելու, իսկ ոմանք ավելի այդպես, ինչ որ հագուստի մեջ, բիժուտերիայի մեջ, ոմանք այդ օրը կընդունվեն աշխատանքի, շատ աշխատանք ունենան, շատ պատվերներ կունենան, հաճախորդների հետ շատ կշփվեք, ոմանք էլ կայցելեն բժշկական կենտրոն կամ դա առավոտյան դեռ բաց է, պետական վարովիցե հիմնարկություն։ Ինչ որ բան է ձեզ մոտ առաջ գնում, բարձրանում է դեպի վեր։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 11-ին։ Մի փոքր անհանգիստ եք, մի փոքր նաև բորբոքված, այստեղ ոնց որ մարդը կատաղած է, այսպես ոնց որ ամպերը ինչպես են բորբոքվում։ Տեսնենք ինչից է բորբոքված, այստեղ նաև մարդը անհանգստություն ունի, նաև կարող է արցունքներ նույնպես, բայց այս քարտում միշտ կա արևը եւ դա նշանակում է, որ յուրաքանչյուր, եթե բորբոքված եք, ապա դա շատ արագ կանցնի, եթե լարված եք, դա եւս հա անհիմն է, դա այդպես կարելի ասել։ Այստեղ 3 երեսանիների վրա եք բորբոքված, հա, եւ դա իրոք ասում է, որ անհիմն է, հա, իրենց հետ կապված ինչ որ պետք չի գլուխ դնել, պետք չի շատ խորանալ, այ ոնց որ թե իրանք այդքան չկան։ Հնարավոր է ինչ որ մի բան են արել, որ դուք այսպես եք։ Հնարավոր է, հա, ինչ որ մի բան տարածել են, մի բան տալ են այստեղից այնտեղ, դրա համար էս վիճակն եք։ Եվ այդ օրը ժամին պետք է ուշադրություն դարձնեք, եթե պայմանավորված եք, այստեղ կարող քննություն եք հանձնում, օրինակ ժամերով նստած եք քննության։ Նաև ժամի հետ կապված պետք է ուշադիր լինեք, մի խոսքով, այդտեղ կարող է ինչ-որ բան է, որ պետք է ժամանակի ընթացքում անեք, ժամանակն է նաև պատրաստվել քննության, սովորել, նաև ինչ-որ մի բան սկսելու նաև ժամանակն է։ Եվ պետք է այստեղ կարող է լարված եք, ձեզ շեղում են սրանք, որ չեք կարողանում հասցնել ճիշտ ժամանակին ինչ-որ մի բան, եւ դրա համար եք բորբոքված։ Որտեւ իրանց պատճառով չեք հասցնում ինչ-որ մի բան անեք։ Եվ այդ օրը գաղտնիք կբացահայտվի ոմանց մոտ էլ նաև այստեղ ուսման հետ է կապված։ Ձեր երեխաների, գուցե պետք է գնաք, ինչ որ զբաղվեք դրանով եւ այլն եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 11-ին։ Ինչ-որ մի բան խաղ եք վերածում այդ օրը, հնարավոր է գումարի հետ է կապված, ծախսի հետ է կապված, այսինքն մարդը ինչ տեսնում է, այն գնում է։ Սա նաև մեկ ակնթարթ, ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ ձեր կյանքում, եւ այս քարտով չեմ կարող ասել լավ է թե վատ է, չեմ էլ ուզում գցել, որովհետեւ դա ամեն մարդու մոտ տարբեր է լինելու այդ ժամանակահատվածում։ Նաև դա կարող է լինել դուք եք ինչ-որ մի բանի լուրջ չեք վերաբերվում, ինչ-որ մի բանի խաղ եք վերածում, պետք է այստեղ ավելի շատ կենտրոնանալ եւ լուրջ նայել։ Այստեղ նաև խաղ է։ Խաղ դա վերաբերվում է այդտեղ կազինո, վերաբերվում է համակարգչով խաղ եւ այլն եւ այլն։ Ամեն ինչը վերանում է բացի դրանից, որ ժողովրդի գումարն են ուտում թեկուզ ինտերնետով։ Եվ այստեղ հնարավոր է։ Եվ բայց հնարավոր է նաև հաջողություն։ Չբացառվում այստեղ։ Դա չեմ կարող չասել։ Ոմանք այդ օրը գումար կստանան, ոմանք այդ օրը գումար կծախսեն։ Եվ հաջողություն կունենաք։ Հաջողությունը կարող է լինել նաև եկամուտի հետ կապված, այսինքն շատ եկամուտ ունենաք այդ օրը, քան աշխատում եք մինչև կախված է ձեր աշխատանքից։ Հաջողությամբ ոչ է գնումներ կատարեք։ Մի խոսքով նոր դուռ է բացվում ձեր համար։ Ոմանք դուռը կփակեն։
Եթե խաղում եք, օրինակ, կարող եք այլևս չխաղալ։ Այլևս մտածել, որ դա պետք չէր։ Եթե ինչ-որ մի բանին լուրջ չեք վերաբերվում այդ օրը, այստեղ կարող եք փակել դա, այսինքն որոշել, որ չէ, արժե այս թեմային արդեն ուրիշ կերպ նայել, ուրիշ ձևով նայել, ավելի լուրջ սկսեք նայել։ Եվ այս քարտերով, եթե նայենք մեկ ակնթարթ ինչ-որ մի բան, որ պետք է տեղի ունենա ձեր կյանքում, դա հաջողությունն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հուլիսի 11-ին։ Կրկին նույն քարտը, խառնեցի, էլի նույնը ընկավ։ Այստեղ ուրեմն էլի նորից խաղ է, խեցգետինների նման, այստեղ բայց ավելի շատ ինչ-որ մի բանը անցյալի լուրջ չեք վերաբերվում։ Միգուցե նախկինում ինչ-որ մեկ եք շփվել, օրինակ աղջիկ, եւ տղաները եւ աղջիկները, եւ ինչ-որ մի բան իր հետ կապված ոնց որ լուրջ չեք վերաբերվում։ Դե դա կարող է լինել, օրինակ նախկինում ինչ-որ մի բան է տեղի ունեցել եւ հիմա ոնց որ ասում են աչքա թող եք անում այդ պահը, որ ինչ է տեղի ունեցել այդ մարդու հետ կապված։ Սա նաև մեկ ակնթարթ ինչ-որ մի բան պետք կարող է լինել, միգուցե անցյալից ինչ-որ մեկը վերադառնա, անցյալից ինչ-որ մի բան վերադառնա ձեր կյանք։ Նա նաև խաղ է, կարող եք խաղալ, ինչպես որ օրինակ նախկինում եք խաղացել կամ նախկինում ինչ-որ մի բան եք խաղացել հենց հստակ եւ դա կարող եք նաև խաղալ հիմա։ Ոմանք կխորանան անցյալի մեջ, միգուցե հիշեք անցյալը, միգուցե այդպես նկարները հանեք, նայեք։ Նաև դա ընդհանրապես որ այս քարտան գնում է, դա ասում է, որ բավական է մնաք անցյալում, հա, բավական է խորանաք անցյալի մեջ, ավելի լավ է ապագան նայեք, որովհետև կյանքը նա չի, ինչ որ անցյալում է եղել, կյանքը նա է դեռ ինչ որ կա։ Եվ դրա համար մոռացեք, անցյալը երբեք չեք կարող հետ բերել։ Մարդիկ, իրավիճակներ կարող են գալ, որովհետև այնտեղ հարց չեք լուծել եւ այնտեղ կարող է իրոք ինչ-որ մի բան է գալիս, որ հարցը չեք լուծել, որտեվ հետա դարձել Մերկուրին եւ ամեն ինչ հնարավոր է։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ եւ տեսնենք ով է այս աղջիկը։ Պետական աշխատող է, ձեր շրջապատից է, ձեր ընկերուհին է, ձեր սիրելի մարդկանցից է։ Ու ձեր տնօրենն է, օրինակ մենեջերը, իրենք էլ են համարվում, այստեղ ավելի բարձր է, այսպես էս դիրքի ունեցող։ Կարող է ձեր աղջիկն է եւ զգում եք, որ արդեն տեսակ ավելի հասուն է մտածում, հասուն է արձագանքում, ավելի իմաստուն է դարձել։ Եվ տղաների համար այս աղջիկը կարող է մտնել ձեր կյանք եւ ձեր կյանքը նոր իմաստ տանա, կամ ձեր հարազատն է եւ իր կյանքում է ինչ-որ մի բան փոխվում է եւ իր կյանքում է նոր իմաստ գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 11-ին։ Փոքր վեճ է, ոմանց համար սա տուն մաքրել է։ Տեսնենք, տուն եք մաքրելու, եթե ոչ, ուրեմն վեճն է։ Հնարավոր է այստեղ ընկերներով հավաքվում եք, հնարավոր է առիթ է, հնարավոր ինչ-որ մի բան է կամ օգնում եք ինչ-որ մեկին տուն հավաքել, կարգի բերել, միգուցե վերանորոգումից հետո եք օգնում, որպեսզի տունը կարգի բերեն։ Ամենայն դեպս այստեղ ավելի շատ է, եթե վեճը եւս ձեր ընկերոջ հետ կարող է լինել, իրար չհասկանայք ինչ-որ մի հարցում եւ սկսեք վիճել։ Այդ օրը բավականին առույգ կլինեք, այսօրեն կողմ կգնաք շատ, նաեւ ոմանք հյուր կգնան կամ ձեր տուն հյուր կգան, նաեւ սա նորություն է որ կլսեք, պատահական ծանոթություն դրսում ինչ-որ մեկի հետ, կամ դուք եք ծանոթանալու կամ ձեզ հետ կփորձեն ծանոթանալ։ Նաեւ դա եթե ինչ-որ բան եք պատվիրել, պատվերը կբերեն ձեզ։ Ոմանք այդ օրը կզբաղվեն իրենց առողջությամբ, ոմանք իրենց գեղեցկությամբ, ոմանք նաև ծնողների հետ կլինեն, ավելի շատ ծնողների հետ կանցկացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։
Ինչ է սպասվում, ոյ կնեք, խեղդվում է, ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 11-ին։ Այստեղ առիթ եք, ոմանք առիթ են, հարսանիք, ծնունդ և այլն, ոմանք նաև հասարակական կյանքով կարող են զբաղվել, օրինակ ինչ որ անցյալում եք արել, անցյալում ոչ է սոցհարթակ եք ունեցել, որտեղ վաճառքով եք զբաղվել կամ նման ինչ-որ մարդկանց հետ կապված ինչ-որ գործունեություն եք արել, հիմա էլի կարող եք որոշել դրանով զբաղվել։ Կամ այցել եք այգի, գուցե այցելում եք կենդանաբանական այգի, մեր ավելի գեղեցիկ գույներին տեսնելու թե ինչպես են այնտեղ պահում իրանց։ Միգուցե նաև կինո է, թատրոն է, կամ գնում եք օրինակ Հյուսիսային պողոտա եւս այստեղ մարդիկ են շատ, կամ գնում եք առիթի։ Ոմանք այդ օրը սեր կխոստովանեն կամ ձեզ սեր կխոստովանեն, սիրված կլինեք, շատ սեր կլինի ձեր մեջ, միգուցե սիրահարվում եք այդ օրը։ Չորս կողմից այդպես սեր եք ստանում հարազատներից, այսպես մարդկանցից։ Եվ բայց նաև խորանակ անցյալի մեջ։ Միգուցե գնում եք առիթի, նստում եւ այդ ձեր հարազատներով սկսում եք ոնց որ հիշել անցյալը, հիշել ինչ-որ մեկին, հիշել տվյալ մարդու, եթե առիթ է տվյալ մարդու մանկությունը եւ այլն, այն ինչ-որ բաներ կարող եք հիշել։ Նաեւ սերը կարող է վերադառնալ անցյալից։ Այն ում որ շատ եք սիրում, կարող եք տեսնել ուղակի կամ վերադառնալ կամ փորձի վերադառնալ ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 11-ին։ Այդ օրը ոմանք կզբաղվեն ուսմամբ, ոմանց մոտ գաղտնիք կբացահայտվի։ Այստեղ կարող են նախանձ մարդիկ են այդ գաղտնիքը բացահայտում եւ ասեմ, որ այստեղ ասում է իմաստուն եղեք եւ կտրուկ քայլեր մի արեք գաղտնիքը բացահայտելուց հետո, եթե ինչ-որ մի բան կիմանաք։ Այստեղ նաեւ կարող եք օցերի նախանձ մարդկանց պատճառով նաեւ որոշել փոխել, կտրուկ փոխել ձեր մասնագիտությունը, կամ որոշել եք այստեղ ընդունվել, իրենք ձեզ հեղափոխում են եւ ուզում եք ուրիշ տեղ ընդունվել։ Եվ օցեր են եւ իմաստություն։ Այդ երկուսն էլ այստեղ կա, կախված է թե ով ում է սիրում լսել, իրեն է լսում ավելի շատ, թե ով ինչ ասում է, դա էլ հալած յուղի նման ընդունում է։ Այդ օրը կտրուկ քայլ եք անելու։ Եվ ընդհանրապես այս քարտով հետո փոշմանում են մարդիկ, դա մա երկար մտածեք քայլը անելուց առաջ։ Դա նաև վեճ կարող է լինել, վեճ օցերի հետ, միգուցե օցի տարում է ծնված այդ մարդը, իր հետ կարող եք վեճ ունենալ, սա նաև վիրահատություն է, ոմանք կարող են վիրահատություն անել, տանը գործ անելուց ուշադիր եղեք սուր գործիքներով, որպեսզի ձեզ չվնասեք, սա կտրուկ բաժանում է, կտրուկ միացում է, կտրուկ փոխել ձեր կյանքը եւ լավը եւ վատը, դուք եք անում սա, դուք եք, սա ինչ որ մեկը չի, դուք եք որոշում ինչ որ մի բան կտրուկ փոխել։ Դե երկար մտածեք, որ հետո չփոշմանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 11-ին։ Մի փոքր ծանր օր է, դժվար օր է, բայց հաղթահարում եք, որովհետև ուրախ եք, դա ձեզ ոչինչ չի ասում։ Միգուցե ծանրաբեռնված օր է, կամ պատասխանատվության օր է, պատասխանատվությունը ձեր ուսերին է այդ ժամանակ։ Դուք եք ոնց որ ինչ-որ մի բան, ոնց որ ձեր վրա է, դուք պետք է անեք։ Դա նաև փորձություն է, գուցե փորձությունը հաղթահարում եք։ Դժվարություններ են, դժվարություններ կան, բայց էլի եմ ասում, այնտեղ արևը դա ցույց է տալիս, որ դուք կարողանում եք հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն։ Այդ օրը խորանակ մանրուքների մեջ կամ հենց ասում են ձեզ, որ մանրուքները ուշադրություն դարձրեք, մի անտեսեք ոչինչ, փաստաթղթեր ստորագրելիս, ինչ որ մի բան անելիս, այստեղ պատասխանատվությունը կարող ձեր ուսերին է,
եւ հստակ ավելի շատ պետք է ուսումնասիրեք մանրակրկիտ յուրաքանչյուր բան, ինչ որ առաջարկում են ձեզ, ինչ որ պետք է անեք։ Եվ սա գիտեք հենց կողեցուց է տալիս, որ այս խնդիրները, որոնք որ առաջանում են, դրանք մանր-մունր են, դրա համար կարողանում եք այն անել հետո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 11-ին։ Ուղղություն եք ընտրելու այդ օրը։ Մի քիչ ուղղությունը դժվար է։ Ձեզ համար այն ուղղությունը, որ ընտրում եք, դժվարություններ եք կամ բերելու կամ դժվար ուղի եք ընտրել, որ ասում եք, ես պետք է անցնեմ այս ճանապարհով, դուք ձեզ եք ստիպում, ոնց որ ասում են, որպեսզի անցնեք այդ ճանապարհը։ Կամ պետք է լավ մտածեք այդ ուղին ընտրելուց, որովհետև կարող եք իրոք բախվել խնդիրների։ Հիմա այստեղ ուզում եմ հասկանալ, բախվելու եք խնդիրների, թե ոչ։ Չէ, փոփոխություն է այստեղ, որոնք որ պետք է կարողանաք, եթե մարդիկ կան, ովքեր որ փոփոխությունը համարում են իրենց կյանքում խնդիր եւ չեն կարողանում տանեն դա, ապա հա, դա ձեզ համար խնդիր կլինի, որովհետեւ այստեղ ուղղությունը ոնց որ ասում են ճակատագրական է եւ փոխելու է ձեր կյանքը, փոխելու է ամեն ինչ։ Եթե պատրաստ եք, հա, դա ձեզ դժվարություն չի բերի, ապա արեք դա, ինչ որ կորոշեք։ Միգուցե այդ օրը պետք է անեք, միգուցե մեկ այլ ժամանակ։ Այստեղ բայց էմոցիաներ կան, եւ դա նաեւ չի բացառվում, որ էմոցիաների ազդեցության տակ եք որոշելու։ Նա եւս երկար մտածեք այդ մասին։ Նաեւ ոմանք իրենց մայրիկի հետ կլինեն այդ օրը, մայրիկին կաջակցեն։ Այստեղ գիտեք ուղղությունը ինչ առումով է դժվար ձեզ համար, որտեվ չեք հիմա ես եմ ասում դա, կարող դուք ինքներդ դեռ չեք գիտակցում, որ այդ ուղղությունը ձեզ համար դժվարություն է եւ որովհետեւ չգիտեք դիմաց ինչ կա, չգիտեք ձեզ ինչ է սպասվում, իսկ այստեղ ես ասում եմ փոփոխություն է սպասվում։ Հիմա մնացածը ուզում եք մտնել այդ ուղղության մեջ, անել այդ ինչ որ մի բան, որը որոշել եք, արեք։ Ոնց որ ասում են, մարդը ուզում է ինչ որ բիզնես բացի, բայց չգիտի ինչ է լինելու։ Գուցե այնպիսի մի բան է, որ ոչ ոք չի արել այսքան ժամանակ եւ ինքն է մտածում, որ անի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 11-ին։ Մեկ րոպե կներեք։ Ահա, ուրեմն ջրհոսները այստեղ բավականին շատ խոսակցություններ կունենան, միգուցե ընտանիքի անդամների հետ եք խոսում, քննարկում նաև։ Այստեղ չի բացառվում նաև բամբասանքը, բամբասել ձեր հետևից, ձեր ընտանիքի հետևից, ձեր ընտանիքի մասին։ Կամ սա նաև ընտանիքով ինչ-որ մի բան եք որոշում, նստում եք եւ քննարկում։ Այստեղ ինչ-որ մի բան եք գնալու, ինչ-որ մի բան եք հանելու, ինչ-որ մի բան եք փոխելու, արդեն լցվել է եւ կարող նստում քննարկում եք եւ որոշում եք, որ դա հանեք ձեր կյանքից, ձեր առօրյայից։ Նաև լեզվակռիվ է, միգուցե իրար լավ չեք հասկանում։ Այս դեպքում արդեն պետք է ուշադիր լինեք, որովհետև արդեն դիմացինի բաժակը լցվել է եւ չի բացառվում, որ թողնի ու գնա։ Այստեղ զգուշացում կա։ Բայց ուղղակի կարող եք քննարկել եւ որոշել, որ վերջ է, սա աթոռը արդեն կամ այս սեղանը պետք չի մեզ հանենք, գնանք ուրիշ բան գնենք եւ այլն նստած օրինակ խոսում եք ընտանիքի անդամներով։ Դա նաև առիթ կարող է լինել ոմանց տանը, կամ ձերն է, կամ պետք է գնաք եւ այնտեղ մարդկանց հետ կարող եք շատ շփվել։ Տան հարցերով կարող եք ավելի օրինակ տունը վաճառելու, տուն գնելու, կարող գնաք տուն նայեք, այդպես տարբեր։ Եվ մի մոռացեք, ինչ որ բան է գնալու, դա
հենց այնպես չի, դա արդեն իրոք ոնց որ հասնում է գագաթնակետը, այդ դեպքում արդեն մարդը պետք է այսպես թե այնպես բաց թողնի, որովհետև որ հետևից ավելի լավ բան գա։ Այսքանը ձեզ համար իրոք, եթե տանը ինչ-որ մի բան կա եւ որը փչացած է, կամ որը էլ չի ծառայում կամ չեք օգտագործում, ուղղակի այնպես դրած է, ապա լավ կլինի, որ դա հանեք, որ նորին տեղ բացվի, որ նորը գնեք ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 11-ին։ Ոմանք հարսանիքի են այդ օրը, ձեր հարսանիքը կարող է լինել, ձեր երեխայի հարսանիքը կարող է լինել, այստեղ ամուսության առաջարկ ստանաք, սիրո խոստովանություն, այստեղ կարող է ճակատագրական վայրցեք քայլ է, որ անում եք, միանում եք նորից ձեր երկրորդ կեսի հետ, այստեղ նաև չի բացառվում պայմանագիրը, դա ևս շատ կարևոր պայմանագիր է ձեզ համար, որ կնքում եք և ճակատագրական, այսպես կարելի ասել։ Ոմանք այդ օրը կանեն ցիկլային աշխատանք, այսինքն օրվա ընթացքում ոնց որ միշտ նույն բանը։ Եթե ինչ-որ գործերով եք զբաղվում, ինչ-որ բան եք արտադրում, ոնց որ միշտ նույն թխվածքը, օրինակ, եթե կարող ձեզ այնց պատվիրել են 150 հատ, ես իմ քանի 100 հատ էկլեր օրինակ, եւ դուք դա եք պատրաստում։ Ամբողջ օրը, հա, նույն բանն եք անում, նույնը։ Եվ ոմանք այդ օրը կհանդիպեն պետական աշխատողի, ուշադիր եղեք մեքենա վարելուց, որպեսզի չհանդիպեք պետավտոտեսուչին, նաև սա միգուցե ձեր հեղինակությունն է բարձրանում, եւ ձեր հեղինակությունը կարող են կնել, այս մյուս քարտով չի բացառվում, եթե պատասխանատվությունը վերցնեք ձեր վրա եւ ավելի լուրջ մոտենաք այդ հարցին, ապա կկարողանաք այստեղ պատասխանատվությամբ ոնց որ եթե պատասխանատվություն ձեր ուսերին է, ճիշտ դուրս գալ այդ պահին է, ոնց որ ամեն ինչ ճիշտ կանեք, ամեն ինչ լավ կանեք։ Եվ այդ օրը նաև ինչ որ դժվարություններ կան, որոնք կարող են ձեզ օգնել, ոչ թե մարդիկ աջակցեն ձեզ, որ դուրս գաք այդ դժվարություններից, դուրս գաք այդ փորձությունից։ Նաև չի բացառվում, այստեղ փորձություն ձեր ընտանիքում, ովքեր որ ամուսնացած են, ովքեր ոչ, ապա ձեր եւ ձեր ծնողների միջև ինչ որ մի խոսակցություն, ինչ որ մի արտահայտություն, դա փորձություն է, որ տեսնեն ձեր սերը, ձեր հարաբերությունները ձեր ծնողների կամ ձեր երկրորդ կեսի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։